Այսպիսի տրամադրությամբ Գյումրիի բարեկամության այգում երկրպագուներն ընդունեցին հոկեյի հայ-չեխական ազգային հավաքականի մարզիկներին։ Սառը եղանակին հակառակ սահադաշտում մարզական պայքարն ու աննկարագրելի ադրենալինը ստեղծել էին էներգիայով ու ջերմ տպավորիչ պահերով մթնոլորտ։ Հանդիպումն ընկերական էր եւ հավաքականները մասնակցում էին ոչ լրիվ կազմով, ամեն թիմից 12 մարզիկով։ Երկրպագուներից շատերի համար սա կարևոր իրադարձություն էր, քանի որ առաջին անգամ էին տափողակով հոկեյի խաղ նայում։ Զգում արագությունը, լարվածությունն ու հավասարապես կիսում հոկեյիստների էմոցիաները։ Շատ եմ սիրում նման ընկերական հանդիպումները, սրանք օգնում են իսկապես ամրապնդել երկու երկրներից բարեկամական հարաբերություններն ու ցույց տալ, թե դրանք ինչքան սերտ են։ Ամեն ինչ անում ենք ստեղծված հրաշալի մթնոլորտն էլ ավելի լավը դարձնելու համար, որ ներկաները մեզ հետ միասին վայելեն խաղի ողջ ընթացքը։ Ուզում ենք մենակ փոխանցենք բարձր տրամադրությունը, որ այսօրվա երեկոն անցնի շատ լավ, ուրախ։ Ժողովուրդը շատ է սիրում, սպորտը սենց հավաքվել, տնեցիկով, ընտանիքով, երեխեքով գան։ Խաղի ընթացքն ու տախտակի վրա փոխվող միավորները էլ ավելի լարված էին պահում երկրպագուների ուշադրությունը։ Բանկարկումներն ու անսահման ոգևորությունն ավելի էին թեժացնում երեկոն։ Մարզիկների շատերի համար խաղը դեբյուտային էր, չեխերի մի մասն էլ առաջին անգամ էր Հայաստանում։ Անչափ ուրախ ենք, որ կարողանում ենք այս գեղեցիկ եւ խելացի սպորտը ներկայացնել նաեւ Գյումրիում, այս կերպ հոկեյի նկատմամբ առաջացնելով հետաքրքրություն։ Խաղն էլ, հանդիպումն էլ իրոք հաջողված կլինեն, եթե ներկաներից թեկուզ փոքր մասը ոգևորված այսօրվա խաղով ցանկանա դառնալ հոկեյիստ։ Մենք ուրախ կլինենք ընդունել նրանց մեր հավաքականի կազմ։ Թեկուզ եւ մեր խաղը ընկերական է, բայց երջանիկ ենք տեսնել, որ այն այսչափ մեծ ոգևորության ալիք է առաջացրել։ Ես առաջին անգամ եմ Հայաստանում, տպավորված եմ։ Առաջին անգամ եմ նաեւ հայ մարզիկների հետ խաղում եւ պիտի ասեմ, իսկական պրոֆեսիոնալ են։ Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպված մարզական հանդիպման համար Չեխիայից բերված հատուկ սառցադաշտ էր մոնտաժվել։ Չեխ մասնագետներն ապահովել էին սահուն խաղ դաշտում։ Դեսպան Պետր Պիրունչիկը ոգևորությամբ է նշում, որ իրենց երկրում հոկեյը ամենասիրված մարզաձևերից է եւ ազգային մշակույթի անբաժան մաս է, եւ ինքն էլ անմասն չմնաց խաղից։ Գիտեք, չեխերը հոկեյիստներ են, սա մեր ինքնության մի մասն է, բայց չեմ կարող չնշել, որ Հայաստանը եւս հոկեյի երկիր է։ Հրաշալի հավաքական ունեք, որ փայլում է բոլոր խաղերին։ Լիահույս եմ, որ շարունակական հանդիպումներն ու հենց այստեղ անցկացվող խաղերը կձևավորեն ամուր հիմքեր հոկեյի զարգացման համար։ Մեր բոլոր ջանքերը ներդրել ենք ու ներդնելու ենք նման միջոցառումներ ունենալու համար, որովհետև Գյումրիում եւս մեկ օր ուրախ անցկացնելու համար ու Գյումրիում անցկացնելու մշակութային եւ սպորտային օր մեր համակարգացիների համար շատ դրական դիսկեր են փոխանցելու։ Մեզ համար շատ կարևոր է ունենալ սպորտային մշակույթի, ինչպես նաև մշակութային միջոցառումների լայն ներգրավվածություն, որը հնարավորություն կտա ներկայացնելու ինչպես մեր մշակութային արժեքներ, այլ նաև մեր գործընկերների տարբեր պետությունների մշակութային առանձնահատկությունները։ Մարզական լարվածությունը եկավ թուլացնելու մշակութային է, համատեղված հյուրասիրությամբ, երգն ու պարը ազգային երանգներով բոլորին շուրջպարի բերեցին։ Ընկերական խաղում հաղթանակը եղավ Հայաստանի հավաքականինը 11-8 հաշվով։ Հասմիկ Թմասյանը, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։